Ուզեմ խոսքս մի փոքր այլ տոնայնությամբ կառուցել, քանի որ ԵՄ-ի դիմաց են գտնվում ու նաև հաշվի առնելով իմ կարգավիճակը այստեղ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենան ԵՄ գործընկերները, մեկ-մեկ հնչող են մեղադրանքներին երկակի ստանդարտների վերաբերյալ։ Բայց պետք է նաև հասկանանք, որ իրավունքների պաշտպանությունը երբեք կոմֆորտի մասին չի։ Այո, իրավունքների պաշտպանության մեջ պետք է մեկ-մեկ լինեն անհարմար դրություններ, պետք է այդ ստանդարտ կիրառողը մեկ-մեկ վաց կա այդ երկակիության համար, որը կիրառում է։ Ու իմ մոտ շատ ներողություն, հիմա Եվրոպական միության պատվիրակությունից պահանջում ենք հանդիպում, մեր պատվիրակները պատրաստ են, սպասում են իրենց պատասխանին։ Շնորհակալություն։ Եվ այստեղ իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե այս իշխանության տարբերություն նախորդ տարիների, երբ որ օրինակ չկային արհեստական բանականություն, հնարավոր չէր մի քլիքով օրինակ թարգմանել ամբողջ եղելությունը, շատ ավելի ու չէին էլ սպասում եվրոպական կառույցները որևէ իրավապաշտպան կազմակերպության ահազանգի, որպիսի արձագանքեին այդ խախտումը, շատ ավելի ակտիվ էին։ Հիմա այս տեխնոլոգիաների դարում, ուղիղ եթերների, այս դաժան կադրերի, անմարդկային վերաբերմունքի, անհերքելի ապացույցների պարագայում, չգիտես ինչի, հավելյալ ինչ-որ լռություն են դրսևորում։ Ես ուզում եմ ամեն դեպքում ընդունելով, որ ի գիտություն ես հանգամանքները, եւս մեկ անգամ հայտնել իմ պատրաստակամությունը ցանկացած պարագայում իրենց ցանկացած ընդունելի ֆորմատով ներկայացնել Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ իրավիճակը, ներառյալ են բոլոր վստահորդներիս, ում մասին այսօր խոսվեցին։ Եվ իմ մոտ տպավորությունն է ճիշտն ասած ստեղծվել այսօրվա իրադարձություններից ստեղծված, որ ոնց որ թե իմանալով այս մեր հավաքի մասին, նախապես ասել էին, բա կներեք, էլի մի քիչ մեղմելու համար սիտուացիան կարող է այդ երեխայի հետ տեսակցությունը այդուհանդերձ կազմակերպվի, որովհետև ի գիտություն ընդունելով այն հանգամանքը, որ նախաքննությունը ավարտված է, արդեն իսկ երեկոյան կատարել է այդ գրառումը, որ փաստորեն Տիկին Մանուկյանը հնարավորություն չի ունենալու երեխայի հետ շփվելու ու ճիշտ ասած ծանր սրտով գնացել է գիշերը երեխային շնորհավորելու։ Ու մեկ էլ առավոտյան զարթնում եմ այդ զանգից 9:15 մոտավորապես, որ գիտեք ինչ կա, քննիչը որոշում է կայացրել տեսակցությունը թույլատրելու վերաբերյալ։ Շատ տարակուսած եմ ու մոտավորապես դրանից էլ ինչ-որ ժամանակ առանց ես հրապարակում կատարեցի դրա մասին ու մեկ էլ տեսնում եմ ժոպեների տարբերություն էլ նույնիսկ չկա, հրաժարվում եմ այն մտքից, որ օրինակ Վահագն Ալեքսանյանը իմ Facebook-յան էջին հետևում է, բայց Աննա Գրիգորյանի ռեմարկին ի պատասխան արդեն իսկ Վահագն Ալեքսանյանը հայտարարում է, որ երեխայի հետ տեսակցությունը թույլատրված է։ Այստեղ արդեն պարզ է, որ ակնհայտ է արդեն, որ այն որ խոսակցություն մի բերեք, էլի վրակներս այդ ժանրով մոտավորապես թույլատրվել է այսքան խայտառակ ապորությունից։ Չգիտեմ ճիշտ ասած, այդ որոշմանը չեմ ծանոթացել, ուղղակի արագ-արագ մինչև այս ակցիան տեղի կունենար, քննիչը առավոտ կանուխ հայտարարել է մյուս պաշտպանին, որ տեսակցությունը թույլատրված է եւ այս պահին արդեն Արփին տեսակցում է Արեգնաս Մանուկյանի հետ։ Քրեակատարողական հիմնարկում։